Բարև ձեզ։ Այսօրվա մարտի 22-ի իմ ամբիոն հաղորդաշարի երթական հաղորդումը վերնագրել եմ մի հարամեկ հայոց լեզու։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ, կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով ներողություն իմ ամասյա ու այսյա YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասեմ բույնյութին եւ այսպես վերնագիրը մի հարամեկ հայոց լեզու։ Սա ինձ համար շատ ցավալի թեմա է, ցավոտ, ավելի շատ ցավոտ թեմա է, որովհետեւ գրեթե ամեն օր, երբ բացում ես համակարգիչը եւ միացնում ես հեռուստացույցը, թեպետ հեռուստացույցով համարյա թե չեմ նայում համեկը սալիկները հայկական, որտեվ որ նայում եմ ինձ իսկական ներվ չունեմ, որ դիմանամ այդ հաղորդումներին, նայում ամենանիվ նույն կարդալիս, տեղեկություններ կարդալուց ռաստ են գալիս հայերենի դեմ բառիզբուն իմաստով ոտնձգություններ, որոնց հեղինակները այսպես կոչված կամ գործիչներ են, կամ լրագրող կոչվածներ, կոչեցյալներ, որովհետև թող բոլորի ներող լինեն, ոչ բոլորին է դա վերաբերում, բայց Հայաստանում շատ կան ոչ թե լրագրողներ, այլ շտատիվներ, որոնք շատ հեռու են լրագրող կոչվելու իրավունքից։ Այս առումով, գիտեք, ես միշտ հիշում եմ իմ դպրոցական տարիները, երբ սովորում էի Պրոշյանի Ավան դպրոցում, միջնակարգ դպրոցում, մեր դասղեկը Վասիկ Նազինյանն էր եւ մի անգամ մեր դասարանում մի շատ հոյակապ տղա կար, ընկերություն ենք անում, բայց չէր սովորում, չէր ուզում սովորել։ Շատ լավ ընկեր էր, բայց շատ բաց սովորող։ Եվ մի օր դասղեկը ընկեր Նազինյանն ասաց. «Այդ տղա ջան, ախր սովորի, ես ավարտես, բա ինչ ես անելու ախր»։ Ասաց ընկեր Նազինյան, լավ էլի, ոչ որ չեղավ շոֆերությունը կանեմ էլի։ Ուրեմն այն ժամանակ այդ շոֆերությունը ամենահեշտ բանն էր, որ թվում էր թե ոչ որ ինչ որ չլի, ես շոֆերություն կանի։ Հիմա ես դա հիշում եմ ինչի համար, որովհետև այնպիսի տպավորություն է, որ այս կամ այն ոլորտում ձախողված չկայացած է, մեկ էլ որոշում է գրիչ վերցնել կամ նստել համակարգչի ստեղների առաջ ու գրել, ու իրեն համարել լրագրող, աշխատել այս կամ այն կայքերում եւ այլ։ Հիմա ասնեմ ըստ էության, հա։ Մի քիչ կարող եմ հետո առաջ ընկնեմ, ներող կլինեք, հիմա ազատ զրույց է, զինվեք համբերությամբ, որովհետև կարող է մի քիչ այսօր երկարի։ Շատ եմ հանդիպում, այսպես ասած, փոխանակ գրում են վերջին ժամանակներում, ներկայում, այ շտատիվներ, հայերեն պետք է գրել վերջին ժամանակներս, ներկայումս։ Եթե ուզում եք ասել ներկայում, ուրեմն ներկայում բառ չկա, պետք է ասեք հիմա։ Հիմա այսպես այնպես է։ Կա պետք է ասեք ներկայումս այսպես այնպես է։ Հին ժամանակներում ուրիշ բան է, բայց ինի կատուն երբ որ հիմա է ասում մեր ժամանակներում, այս ընթացքում մեկ ասում վերջին ժամանակներում, ոչ եղբայր, վերջին ժամանակներում չկա, կամ պետք է ասես վերջերս, կամ վերջին ժամանակներս։ Մի շատ ավելի այսպես ցայտուն սխալ է, երբ մեկ էլ գովազդներում, նույնիսկ հաղորդումներում, բանում մեկ էլ որ ապրանք է գովազդվում եւ ասում է, այսինչ ապրանքի արժեքը, կամ այսինչ ծառայության արժեքը, եղբայր սարսափելի տգիտություն, անգերագիտություն է, երբ տնտեսվարող բիզնեսով կամ ինչ որ գործար զբաղվող մարդը չի հասկանում, չի տարբերում գինը ինչ է, արժեքը ինչ է։ Գինը ձևավորվում է արժեքից։ Սա տարրական, գիտեք, տնտեսագիտական հարց է, որ սովորում են նույնիսկ դպրոցում։
չեմ ասում երբ բուհերում, հա։ Բայց չեն հասկանում, որ ասեն խանութում ասես գնապիտակ կասեն, չէ, գնապիտակ, արժեպիտակ հո չեն ասում։ Ո՞ց ասում են, այս արպրանքի, այս կարագի արժեք այսքան է, ձվի արժեք այսքան է, գրողը տանի։ Եվ գիտեք, այդ սխալները ուղղող պետք է լինի եւ իդեմս լեզվի կոմիտեի, որի կրկնում եմ շատ եմ անդրադարձել, ելի եմ անդրադառնալու այնքան մինչև այս հարցը չլուծի։ Լեզվի կոմիտեի անունը կա, ամանումը չկա։ Մեկ ինչ որ հորդորակ է բառ են հնարել, հորդորակներ են գրում, եղբայր այդ կոմիտեն պետք է այնքան լազորություն ունենա, պես Սանեպիդ Կայանը, հա, ժամանակին ոնց որ կամ հիմա ծննդի անվտանգության ինչ որ ծառայություն կա, որ ստուգումներ են անցկացնում եւ ինչ որ սխալ հայտնաբերելով կասեցնում են ժամանակ են տալիս, որ այդ ուղղեն, սխալը վերացնեն, ծերությունը վերացնեն։ Այնպես էլ լեզվի կոմիտեն պետք է իրավունք ունենա նման գործողություններ իրականացնելու համար։ Հա, իդեպ մեկ էլ կասեն գործառույթներ, եղբայր գործառույթ, բառը ով է հնարել, ինչ գործառույթ։ Հնարավորություն լիքը դες բառը կան։ Այդ քիչ շեղվեցի, գործառույթ, չգիտեմ, գործիքակազմ։ Պայթում եմ, երբ ասում են տեսլական բառը, կամ կա պատկերացում կամ տեսակետ, տեսլական բառ չկա։ Այդ բառն օգտագործող առաջին օգտագործողին ուզում մի հատ տեսնեմ, որ աշկերին նայեմ, ասեմ տգետ։ Ներեք մի քիչ էմոցիաներից համար, բայց լեզվի հերն անիծուն է, այդպեսով։ Մեկ էլ ահավոր է, երբ խոսակցական լեզուն խառնում են պաշտոնական, եթերային լեզվի հետ, պարլամենտական լեզվի, կա պարլամենտական լեզու կա, եթերային լեզու կա, եթերում խոսելու լեզու կա, եւ խոսակցական լեզու կա, դրանք տարբեր են։ Օրինակ խոսակցական լեզվում այերով խոսել նորմալ է, նույնիսկ երբ որ օժանդակ բայի փոխարեն ա չեն ասում, այլ է, քիչ տաֆարետային են հնչում։ Ճիշտ այնպես, ինչպես անընդունել է, երբ գրավոր խոսքում, պաշտոնական խոսքում օժանդակը բայի փոխարեն կիրառվում է ա։ Երբեմն նաև Facebook-ում են օգտագործում ոմանք, որ այով գրելով ցույց տա, որ ասենց, այսպես ասած, պայ մալչիկ են, պայ աղջիկ են, ասենց էլի յուրային են, ասենց։ Չէ, եղբայր, գրավոր խոսքը պետք է լինի գրական հայերեն։ Նման աղավաղումներով խոսքի արժեքն են գնում։ Ընդհանրապես կրկնում եմ, խոսակցական լեզվում միանգամայն բնական է եւ երբ որ այով ես խոսում, բայց գրավոր խոսքում, պաշտոնական լեզվում, մանավանդ եթերում, երբ պաշտոնյան կամ լրագրող կոչեցյալը, որ հարցազրույց է վարում, այով է խոսում, կներեք։ Ես որ լինեի նրա առաջ եթերը կփակեի, մինչև որ չսովորեր։ 1-2 զգուշացումից հետո շարունակել, ընդհանրապես կասել տղա ջան, վեր կաց ու գնա տուն, զբաղվի ուրիշ գործով։ Հիմա թե դուք մտածեք, թե ում մասին է խոսքը, ում մասին չի խոսքը, դա էական չի, որտեղ նմանները մեկը չի, եզակը, երկուսը չի, երեքը չի։ Վերջերս էլ նորից նաև հարցը դարձավ Իլիա անունը, ինչպես գրում են, Վրաստանի կաթողիկոս Իլիա երկրորդի, Իլիա, բայ հայերենում Իլիա չի, Իլիա է, իշտ այնպես ինչպես Կոլիա, Իլիչ, կամ Ժենիա, ոչ թե Ժենիա, այլ Ժենիա, ոչ թե Լիդիա, այլ Լիդիա։ Նույնիսկ դպրոցում ես ուսուցիչները սովորացնում են, որ եթե խոսքը վերաբերում է կանանց անուններին, ապա օրինակ Ասիա պետք է գրել յայով։ Երբ որ գրում են մայրցամաքի իմաստով, Ասիա։ Անուններ օտար անուններ գրում են յայով։ Գրում եմ Իլիա, ոչ թե Իլիա, այլ Իլիա։ Կամ ասենք Միշել Մերսիե չեն ասում, չէ՞, հասնի դերասանուհին
Անժելիկան եւ թագավորը ֆիլմի գլխավոր դերասանու դերակատարը Միշել Մերսիե այլ ոչ թե Մերսիե Նաև գիտեք շատ ցավալի երբ այդպիսի մանրուք թվացող սխալները դա մանրուք չի ամենևին օգտագործում են գիր ու գրականության հետ առնչվող մարդիկ երբ գիրք են հրատարակում գիրք են տպում այդ խմբագիր կոչվածը օրինակ չի ուղում թարգմանչին, երևի թարգմանիչը այդպես է գրել, կամ գուցե թարգմանիչը այլ կերպ է գրել, խմբագիրն է այդպես դարձրել։ Հանրեն դեպս Դաֆնի դյու Մուրիե։ Ինչ պետք է լինի Դաֆնի դյու Մուրիե։ Այս հարցում ես մի քիչ կասկածներ ունեմ, խմբագիրի սխալն է թե թարգմանչի, որովհետև փորձից ելնելով ես ժամանակին թարգմանեցի գրող Վիկտոր Դիկի Արնետորսը վիպակը եւ թարգմանությունս գյորբագյոր արեց բարեզբուն իմաստով մի խմբագիր որ թոթովել բառը դարձնի թոթվել ինձ սկզբից կարծեցի թե բառը տարասխալ է թոթվել բայց չէ տեսա մի քանի տեղ թոթովել բառը դարձրել թոթվել գրական գործը գրական է եւ այնտեղ բնագրում չկա այստեղ, այնտեղ, ֆլան ֆստան, այլ այնտեղ, այստեղ, այնտեղ։ Սա որտեղ այստեղ է տեսում, դարձնում է այն ըստեղ, չգիտեմ։ Եվ ուղարկել էին ինձ այս նյութը, որ ես նայեմ, առարկություններ է հայտնել, ընդհանուր որ կամ առարկում եմ, կամ էլ թե չէ հրաժարվում եմ, որպես որ անունս գրեք, որպես թարգմանիչ, որտեղ ամոթ է ես նման նույնը վերաբերում է այդ գրքում վիպակում եղած տեղանունների որպես խմբագիրը վերցրել էր յուրովի իր քմաճյուկով իր ճաշակով դարձրել էր աղավաղել էր սա մասնավորապես սա է ինձ առիթ տալիս ասելու որ տվյալ դեպքում չգիտեմ այստեղ մեղքը չեմ տեսել բնագիրը թե թարգմանիչն է այդպես գրել, թե թարգմանիչին ուղղել է այսպես կոչված խմբագիրը։ Ու նաև քանի որ խոսք գնաց գիր գրականությունից, ապա վերջերս էլ չգիտեմ ինչու ում կախարդական փայտիկի ձեռնացության պատճառով շնորհիվ Վիլյամ Սարոյանը դարձել է Ուիլյամ Սարոյան Վիլյամ Շեքսպիրը դարձել է Ուիլյամ Շեքսպիր դրանք դասականից եկող դասական թարգմանիչներից եկող անգլերեն W-ն է որը V է նրանք V են գրում մենք էլ պետք է V գրենք այլ բան է որ նրանք W-ն կանում ուի այդ իրանց գործն է իրանց խնդիրն է հայերեն չպետք է գրել Ուիլյամ հայերեն չպետք է գրել Ուինսթոն իդեպ Winston Churchill ոչ թե Winston Churchill, այլ Winston Churchill։ Ըստ որում այն նույն գրողը, երբ որ գնում է խանութից Winston սիգարետ գնելու, խավաճարան ասում է՝ մի տուփ Winston տվեք։ Չի ասում՝ մի տուփ Winston տվեք, չէ՞։ Բայց ինչու Churchill-ը պետք է դառնա Winston։ Նույն ազգանունն է։ Դա գիտեք գավառական մտածողության հետևանք է։ Միանշանակ։ Այնպես որ անգլերենում եւ V W-ը գրվում, հայերեն պետք է նույնպես գրվի V եւ կարդացի V, Օսկար Wilde։ Անգլիացի գրում են Wilde, Օսկար Wilde։ Ռուսերեն էլ Wilde ասում են, ես խնդրեմն է։ Բայց գոնե ռուսերը չեն ասում Ուիլյամ Շեքսպիր գրում Ուիլյամ Շեքսպիր կարծեմ, չգիտեմ այնպես որ համենայն հայերեն Վիլյամ Սարոյան, Վիլյամ Շեքսպիր, Winston Churchill Գանք հիմա հայտնուն տեղանուններին
հիմա էլ աշխարհագրական տեղանուններին, որը նույնպես համատարած աղավաղում են, բայց սկսեմ նախ Չեխիայում Հայաստանի դեսպանատան անվանումից կայքում գրված է Պրահայում Հայաստանի դեսպանություն։ Գրողը տանի Հայաստանի դեսպանությունը միայն Պրահայում չի, պաշտոնապես կոչվում է Չեխիայում, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն կամ դեսպանատուն։ Եվ չկա արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի մեկը, որ ուղի եղբայր դուք ձեր գործունեությունը ինչու եք ավելի սահմանափակում, ինչ որ Հայաստանի դեսպանության գործունեությունը սահմանափակվեց է Պրագայով, ճիշտը պետք է փոխեք, պետք է լինի Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն։ Միանշանակ, որովհետև ոչ միտեղ ուրիշտեղ չեք տեսնի Փարիզում Հայաստանի դեսպանություն, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանություն, չէ՞։ Սոֆիայում Հայաստանի դեսպանություն, Մոսկվայում Հայաստանի դեսպանություն, ամեն տեղ է, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանություն, Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն, այսպես համառորեն մեռա գրելով, գիտեմ այնինչի համառությամբ Պրահայում Հայաստանի դեսպանություն եւ գրողը տանի հայերեն Պրահա չի, այլ Պրագա է։ Հետո ինչ որ տեղած չեխերը ասում են Պրահա, լավ են անում, այդ իրենց գործն է։ Իրենց համար Պրահա է, հայերենում լեզվի մեր լեզվով պետք է լինի Պրագա, ինչպես նաեւ այլ լեզուներով նույն անգլիացիք, ֆրանսիացիք, մյուս լեզուներով արաբները G են ասում, G են ասում։ Ավելի մի փորձեք ընդհանրապես արտահայտել ավելի հեշտ չի արտահայտվել Պրագա ասել հայերեն, քան դե Պրահա։ Չէ՞ մի հա։ Գրողը տանի։ Այդ նույն չեխերն էլ Վիեննային ասում են Վիդեն։ Բայց ինչի՞ չեն Վիեննա ասում, ասում են Վիդեն։ Ամեն լեզու ունի իր արտահայտչահարմարություն, այսպես ասենք, հա, ինչպես ընդունված է ասել, ասեն այնպես էլ ասում են։ Ոչ ոք իրենց ակաժներից չի բռնել քաշելով ասում, որ պետք է ասես արտասանես այնպես, ինչպես որ մենք ենք արտասանում, բացառվում է։ Ճիշտ այնպես ինչպես Վարշավային ասում ենք Վարշավան, կամ ասենք արաբերեն ասում են Վարսո։ Հետո հա լավ են անում։ Արաբը չի ասում Վարշավա, ասում է Վարսո։ Նույն այդ տրամաբանությամբ, որ ասում են, թե եթե չեխերը Պրահա են ասում, մենք պետք է ասենք Պրահա, շատ չարաչար սխալվում եք, եթե այդպես եք մտածում, ուրեմն բարի եղեք, Պրահա, եթե Պրահա եք ասում, ուրեմն Վենեցիային էլ Վենեցիա ասեք, այլ ոչ թե Վենետիկ։ Հռոմին էլ ասեք Ռոմա, որտեղ իտալացիք Ռոմա են ասում, հայերեն մենք Ռոմ ենք ասում, նրանք Ռոմա։ Գերմանական հռենոսը մենք հայերեն ենք ասում գերման Ռեյնն է։ Բայց ինչու այդպես չեք օգտագործում։ Թե դա միայն վերաբերում է Պրահային, հա, դες չի լինում։ Կամ իտալական Թուրինո, իտալացիք Թուրինո են ասում, հայերեն Թուրինն է։ Իտալացիք Միլանո են ասում, մենք Միլան ենք ասում։ Կարգն է այդպես։ Կամ նույն Վիեննան, մենք Վիեննա ենք ասում, ավստրիացիք Վիեննային ասում, ռուսներն ասում են Վենա։ Հետո լավ են անում, ավելի ասում ամեն լեզու ունի հարմարությունը։ Այնպես որ օգտվելով առիթից մեկ անգամ եւս դիմում եմ կոչով, հորդորով, ոչ թե հորդորակով, չէ, հորդորով, որ Հայաստանը, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանությանը եւ նրան, ով որ ինչ որ այդ կայքը կառավարում է, բնականաբար դեսպան Աշոտ Հովակիմյանը չի նստած այդ գրում։ Ու նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, որ ուղղեն, որ Հայաստանի դեսպանատունը Չեխիայի Հանրապետությունում Չեխիային է վերաբերում, այլ ոչ թե աշխատում է նա սահմանափակվում է միայն Պրագայի սահմանների մեջ։ Այնպես որ ոչ թե Պրահայում, ինչպես գրված է կայքեջում, Պրահայում Հայաստանի դեսպանություն, այլ պետք է լինի Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատուն։ Իսկ Պրագա մայրաքաղաք անվանելիս հայերեն ոչ թե Պրահա է, այլ Պրագա։ Պրագա։ Այդ Պրագան ռուսերեն Պրագայի հետ կապ չունի։ Այդ
որ այդ իբր թե ռուսերենից այդ աղբատությունից խուսափելու համար է, հա, պրագան ասել պրահա։ Ծիծաղելի է, շատ ծիծաղելի է։ Վերադառնալով լեզվի տեսչությանը եւ այն, որ նա պետք է լուրջ լիազորություններ ունենա, եւ այդ լեզվի կոմիտեի աշխատողները, իդեպ, եթե նոր երբ որ ընտրություններից հետո ձևավորվի նոր կառավարություն, եւ կարծում եմ կազմավորվի նոր կառավարությունների ցանկ, նոր նախարարություններ կփոխվեն, կավելանան, կպակասեն, միանշանակ պես կվերանա ԿԳՄՍ, այսպես կոչված այդ նախարարության հիբրիդը, նախարարությունների, դե ինչ է նշանակում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, լավ էլի։ Սպորտը պետք է ունենա կոմիտե, ոչ թե նախարարություն, ինչպես առաջ էր, մշակույթի նախարարությունը պետք է ունի առանձին, կրթության, գիտության նախարարություններն էլ առաջ տարբեր են, գուցե միասին են կամ տարբեր։ Եվ միանշանակ եւ ինչ-որ այդ նոր ստեղծվելի կառավարությունում ապագա հույս ունեմ։ Լեզվի կոմիտեն էլ ինչպես նախկինում կդառնա ոչ թե ինչ-որ նախարարության մի օղակ, ինչպես հիմա է, ավելի ցածր մակարդակին իջեցրել, այլ կլինի կառավարության առընթեր, եթե ոչ առանձին նախարարություն, ապա կառավարության առընթեր, ինչ-որ նախարարության նման մի բան իր անձնակազմով, որ նստած կնենան ոչ թե աշխատասենյակներում ինչ-որ հորդորակներ մոգոնելով, այլ դուրս գան, արձանագրեն, դիմեն եւ ունենան հնարավորություններ տուգանելու, այնպիսի տուգանքներ սահմանեն, որ տնտեսվարողը արհամարական մի հատ թափտասել է տուգանք ես նշանակել թո 5000 դրամը կմուծեմ չեմ երրակի քառակին հնգակին տասնակին ծախսեմ որ ցուցանակը փոխեմ իսկ Երևանում ցուցանակների 99%-ը պետք է փոխվի որովհետև դրանք հայատար օտարահունչ բառեր են հայերեն տառերով գրած season հայերեն տառերով գրած bookinist հայատար ինչ ասեմ shoes house լավ էլի այդ տնտեսվարողները մեղք չունեն դրանք բան են ճորտի հոգեբանությամբ պատից կախած չտեսած ճակտից կախած տեսածների նման բաթիկ են որոնց պետք է կառավարությունը պետությունը ինչի համար որ այդ ամենը կառավարի մեղավորը այդ անունները այդ գրանցողներն են որ այդ անվամբ գրանցել են թույլատրել են բիզնես գործունեություն պետք է ասեն եղբայր ոչ վերնագիրը անունը դարձրու հայեր են ըստ որում այդ անվաններից մի խնդիր ես տեսնում եմ որ Coca-Cola, Pepsi-Cola որ լատինատար են գրում համարելով որ դա բրենդ է ոչ որ ժամանակին օրենք են ընդունել թե ինչ որ այդ բրենդերը լատինատար գրվի ով ասեց դեռ 80-ական թվականներին երբ աշխատում է Իրաքում Pepsi-ին, Coca-Cola-ն անգլերեն գրելուց զատ, մյուս կողմում էլ արաբերեն էր գրվում, Pepsi, Coca-Cola, արաբերեն, Sprite, արաբերեն։ Իսկ ով է խանգարում, որ հայերենները պետք է շշի վրա հավասար, մի կողմում լինի այդ լատինատառը, հակառակ մյուս կողմում էլ, որի անհես չտեսներ, սա առաջ երեսը սա է, ոչ հավասարապես, մի կողմում լատինատառը, մյուս կողմում նույն ձևով, նույն գրությամբ հայերեն։ Այլապես, գիտեք, մեծ խոսալուց բացի այլ բան չկա, քան ամեն կերպ, ամեն միջոցով, ամեն քայլափոխի ոտնահարվում է, հարամվում է հայերեն։ Սա է բան։ Եվ հայերեն հարամվում է նաև եթերից։ Ինչպես դրսում է, այնպես է եթերը չէ մտնում։ Սա է վիճակը, սա է ցավալին։ Եվ ահա թե ինչու ես նաև հույս ունեմ, որ ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում
տեղի կունենան մեծ փոփոխություններ ներկայիս կառավարիչները հուլունքը մեծ դաստակներին հուլունքներ կապող, գիտեմ պերաշկի, կարտոլ, գիտեմ ինչ ուտողները գնան դաստակաշատ հանգստի եւ նրանց կփոխարինեն իրոք արհեստավար քաղաքական գործիչներ, որոնց համար Հայաստանի կարևորությունը, Հայաստանի զարգացման կարևորությունը նույնքան հրատապ պետք է լինի, որքան եւ ինչքան եւ լեզվի անաղարտությունը պահելը եւ դրա համար պայքարելը։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում են բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Համասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք, խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։